ես հասկացել եմ, թե որքան հետ ենք մենք այս ոլորտում։ Ուրեմն մենք այո չենք գիտակցում նախադպրոցական կրթության կարևորությունը։ Դրված են չափորոշիչներ, բայց այդ չափորոշիչները չեն կաշկանդում, չեն սահմանափակում։ Ինքնաճանաչման առաջին քայլերն են անում, որևէ մեկի հմտությունը ի ցույց դնել ստվերելով մյուսին մենք չենք ուզում։ Մարդիկ ունեն արդյոք որակավորում երեխաների հետ աշխատելու, թողնել երեխային մի փոքր ավելի ազատ։ Եվ շատ հաճախ շատ խնդիրներ առաջացնում են հենց ծնողները։ Կրթությունն այսօրի ոդկասթում զրուցելու ենք նախադպրոցական կրթության առանձնահատկությունների եւ կարեւորության մասին։ Իսկ այս պահին տաղավարում կզրուցեմ Աստղիկ Ետիկարյանի հետ, Աստեր մանկան կենտրոնի հիմնադիր տնօրենի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ետիկարյան, շնորհակալ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ հուսով եմ մեր զրույցը շատ բովանդակալից կստացվի։ Ես էլ եմ շնորհակալ շատ կարևոր թեմայով զրույցի հրավիրելու համար։ Տիկին Ետիկարյան, առաջին հարցը թերևս կուզենայի տալ այն մասին, թե ինչպես ծնվեց գաղափարը ստեղծել մանկան զարգացման կենտրոն։ Նախ ասեմ, որ գաղափարը ունեցել եմ դեռևս 90-ականներից, երբ մասնավոր հաստատությունները նոր Հայաստանում հիմնավորվում էին, վկաներ էլ կան, որոնց հետ փորձեցինք գաղափարը կյանքի կոչել, բայց հետո ինչ պատճառներով ժամանակավորապես միտքը գնաց ննջելու։ Անկեղծ ասած, սովորելով խորհրդային տարիներին, չեմ ուզում որակումներ տալ, բայց ես ինքս դժգոհ եմ եղել հանրակրթությունից, որպես աշակերտ, չնայած շատ լավ եմ սովորել, բայց ինչ բաներ չեն գոհացրել, այսինքն ազատության այն պատկերացումները, մտածողության ձևավորման, վերլուծական մտածողության դատողությունների եւ այլնի տիրույթում այդ բացերը միշտ նկատել եմ եւ հասարակություն ձևավորելու եւ փոխելու մտածելակերպ ճանապարհը հենց նախադպրոցական կրթությունից սկսելն է, որովհետև եթե հիմքից չես անում, կեսից անհնար է։ Սա ա եղել հիմնական պատճառը եւ դրա կարիքը իրականում կար հենց 90-ականներից։ Տիկին Ետիկարյան, հիմա հետհայացք գծելով կարող եք ասեք որն է եղել այն պահը, երբ դուք շատ ռեալ կարող եք ֆիքսել, որ այո, որոշումը ճիշտ էր։ Ես քանի որ աշխատում եմ այս պահին 1-ից 18 տարեկանների հետ, ինձ համար նաև շատ կարևոր է եղել այս բոլոր տարիքային փուլերին մոտիկից ճանաչելը, նրանց խնդիրները տեսնելը, բարձրաձայնելը եւ փորձել լուծումներ տալը, որովհետեւ ավագ դպրոցում տեսնելով այդ բացերը հասկանում ես, որ ինչ որ միտեղ կապը կտրված է։ Եվ դրա համար, այո, 2014 թվականին, երբ բացվեց Հայորդյաց տունը, նախաձեռնեցինք իբրև նախապատրաստական, ռեզերվ դասարան ունենալ հենց այդ տարիքային 5-ից 6 տարեկանների խումբ, ձևավորվեց Հայորդի կանվամբ, որը գործեց տարի ու կես, մոտավորապես տարի ու կես 2 տարի, եւ հետո փակվեց։ Ու քանի որ շատ գոհ էին ծնողները մեզնից, կենտրոնը սկսեց գործել արդեն Աստղ անվամբ 2018 թվականից։ Ու ես իսկապես հասկացա հենց այդ ժամանակ, երբ որ Հայորդյաց տանը փակվեց նախապատրաստական դասարանը, ես հասկացա, որ մենք ճիշտ ճանապարհին ենք եւ չի կարելի կտրել առողջ սերմերը, որոնք արդեն դրված էին։ Եվ խոսելով մի փոքր նախադպրոցական կրթության չափորոշիչների մասին, լիցենզավորման process-ի մասին, ինչ կասեք, արդյոք այս որոշումը ճիշտ էր լիցենզավորել նախակրթական հաստատությունները եւ օրինակ մենք ունենք զարգացման կենտրոններ, մանկապարտեզներ, այ ինչ տվեց հենց լիցենզավորման process-ը։ Ասեմ, որ սկսած 2014 թվականից ես միշտ ասել եմ, բարձրաձայնել եմ եւ սպասել եմ, որ այդ օրը մի օր գալու է։ Ու շատ կողմ եմ եղել, որովհետեւ այո, պետությունը ունի չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանել։ Այլ պարագայում չպետք է աշխատեն կենտրոնները։
չի կարելի ամեն պատահական տարածքում բացել, անունը դնել մանկան զարգացման կենտրոն կամ հենց զարգացման կենտրոն, անհասկանալի պայմաններում, անհասկանալի նյութատեխնիկական միջոցներով, անհասկանալի մանկավարժական կազմով իրականացնել շատ կարևոր առաքելություն։ Նախադպրոցական երեխայի կրթությունը ամենակարևոր օղակներից մեկն է հասարակության ձևավորման եւ նաեւ հետագայում կրթության իբրև կրթության կարևոր բաղադրիչ այս օղակը շատ կարևոր դերակատարություն ունի։ Ես չգիտեմ ինչու մինչեւ հիմա մի տեսակ մարդիկ այնքան էլ լուրջ չեն մոտենում, բայց միջազգային վերապատրաստումներ անցնելով, տեսնելով աշխարհի լավագույն փորձը, տեսնելով աշխարհի լավագույն ոչ թե լավագույններից մեկը, աշխարհի լավագույն մսուրը, որ Իտալիայում է գտնվում, նաև լավագույն պարտեզներից մեկը, որ էլի Իտալիայում է, ես հասկացել եմ, թե որքան հետ ենք մենք այս ոլորտում եւ ինչքան անելիք եւ ասելիք կա դեռ։ Էսն է։ Տիկին Ետիկարյան, մենք թերևս կզրուցենք այն մասին, թե արդյոք պետք է ծնող նախադպրոցական կրթություն կապը պահպանել, բայց այստեղ մի հարց կուզենայի տալ, երբեմն մենք այո չենք գիտակցում նախադպրոցական կրթության կարևորությունը եւ օրինակ ծնողները երբ երեխաներին բերում են ընդունելու, ինչ հիմնական կետերի վրա են իրենք կենտրոնանում։ Տեսեք, այնքան տարբեր են մարդկանց պահանջները։ Երբ գալիս են եւ զրույցի ընթացքում պարզվում է, որ հենց մասնավոր կենտրոն են փնտրում, ես միշտ ասում եմ գնացեք, շրջեք, ուսումնասիրեք քաղաքում գործող բոլոր մասնավոր նախադպրոցական հաստատություններ եւ ինքներդ որոշեք ուր եք գնում։ Ես խորհուրդ եմ տալիս լինել ամենտեղ, զրուցել այդ հաստատությունները ղեկավարող մարդկանց հետ, պահանջել եւ ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, հետո կայացնել եզրակացություն։ Սա շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ այն ծնողը, որը գիտի ինչ է ուզում, ինչի համար է ուզում, ինչպիսի սպասելիքներ ունեն, ինքը իր ընտրությունը ճիշտ կկատարի։ Մեկ ուրիշի համար պարզապես կարևոր է, որ հանգիստ լինի, որ երեխայի խնամքով զբաղվելու են, խնամելու են եւ ինքը աշխատանքային օրվա վերջում տուն է տանելու։ Մեկ ուրիշի համար շատ կարևոր է ինչ ծրագրերով է աշխատում այդ կենտրոնը։ Երրորդի համար ամենակարևորը ինչպես է սնվում երեխան, այնքան տարբեր են ծնողների պահանջները, որ միանշանակ պատասխան տալ չեմ կարող, բայց շատ կարևորում եմ հատկապես գիտակից, կիրթ ծնողների ներկայությունը մեր կենտրոնում, նրանք մեծամասնություն են կազմում, որոնք իսկապես գնահատում են եւ շնորհակալ են այն ամենի համար, ինչ մենք անում ենք։ Իսկ մենք դրանից չենք գոհանում, մենք ավելի ենք պարտավորվում եւ փորձում դառնալ ավելի լավը։ Տիկին Ետիկարյան, իսկ ինչ մեթոդաբանությամբ է հիմնված կենտրոնը։ Մի փոքր խոսենք մեթոդաբանության մասին։ Տեսեք, նախքան լիցենզավորումը մենք տարբեր մեթոդների անդրադարձ արեցինք, մի շրջան աշխատում էինք Մոնտեսորիով, Ռեջիո մոտեցումը միշտ եղել է մեր կենտրոնի առանցքային, այսպես ուշադրության կենտրոնում։ Լիցենզավորումից հետո, քանի որ լիցենզավորվել ենք պետական համալիր ծրագրով, էլի էլեմենտներ կիրառում ենք բնականաբար, որովհետև ասեմ, համալիր ծրագիրը թույլ է տալիս լինելու ստեղծարար, այսինքն դրված են չափորոշիչներ, բայց այդ չափորոշիչները չեն կաշկանդում, չեն սահմանափակում եւ ասում, որ այս թեման պետք է անցնեք այսպես եւ վերջ։ Այսինքն այստեղ նաև մանկավարժի կենտրոնի ստեղծարարությունն է ի հայտ գալիս, թե ինչպես կարելի է տվյալ հարցին այլընտրանքային եղանակներով, այլընտրանքային մանկավարության մոտեցումներով ավելի հետաքրքիր դարձնել, որպեսզի երեխայի համար իսկապես այն ոչ միայն ուսուցանող լինի, այլև հետաքրքիր։ Ի վերջո մեր գործունեությունը միտված է հենց դրան՝ սովորել սիրելը, դարձնել սիրելի։
Ես նաև հետևել եմ ձեր սոցիալական էջին եւ այնտեղ բավականին գեղեցիկ նկարներ են տեղադրվում պարբերաբար իրենց դասերից, թե ինչ թեմաներ են երեխաները օրինակ հիմա ուսումնասիրում եւ ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել օրինակ թատրոնի վերաբերյալ իրենց դասընթացները եւ երեխաների հիացած դեմքերը, որ իրենք իրականում ուսումնասիրում էին դերերը, դիմակներ, նույնիսկ ճիշտ եմ, չէ՞ որ փորձում էին իրենք դիմակներ ստեղծել եւ այս սովորել անելով ինչքան հասկանում եմ կենտրոնը նաեւ դրանով է զբաղված այ երեխաները ինչ արձագանք են տալիս երբ իրենք ներգրաված են process-ի մեջ տեսեք դեռևս ուսանողական տարիներին քանի որ անցնում ենք մանկավարժություն առարկան ես բախվեցի ռեջո մոտեցմանը, ինչ բան է ռեջո մոտեցումը, ով էր Լորիս Մալագուցին, ինչ գաղափարներ ուներ, այդպես կարդացինք, անցանք։ Հետո տարիներ հետո, երբ որ արդեն հիմնեցինք մասնավոր նախադպրոցական հաստատություն, պես նորից անդրադարձ եղավ եւ այս անգամ արդեն խորքային եւ ես չեմ կարողանում այդտեղից դուրս գալ, որովհետեւ ինձ համար դա ամենաերեխայակենտրոն մոտեցումն է, այն մոտեցումն է, որը տալիս է շատ կարեւոր հմտություններ երեխային մտածելու, վերլուծելու, դիտարկելու, դատողություններ անելու, սեփական կարծիք ունենալու եւ սեփական տարբերակն առաջարկելու Մալագուցին ասում է երեխան ունի 100 եւ ավելի ինքնարտահայտման լեզու, մենք նրանից խլում ենք 99-ը, թողնում ենք միայն մեկը։ Մենք փորձում ենք այո, բացահայտել այդ մնացած 99-ը նույնպես, որովհետեւ ամեն երեխա մի աստղ է, մեր կենտրոնի անունն էլ պատահական չէ, որին մենք փորձում ենք բացահայտել եւ պատկերացրեք շատ անգամ շատ հնարավորություններ, տաղանդներ, շնորհներ ինքներս ենք բացահայտում երեխայի մեջ եւ ուղղորդում, այո, ծնողը չի տեսել ուղղորդում, որպեսզի ծնողը դպրոցում մեր հաստատությունից դուրս սկսի զբաղվել եւ զարգացնել այդ շնորհները երեխայի Ռեջո մոտեցումը ֆանտաստիկ մոտեցում է նախադպրոցական կրթության մեջ տալիս է հենց այդ հնարավորությունը մտածելու, լինելու ստեղծարար եւ հարցին տարբեր տեսանկյունից անդրադառնալու եւ դրա արդյունքում որովհետեւ Ռեջո մոտեցման մեջ շատ կարեւոր է նախագծային կրթությունը մենք անում ենք նախագծային կրթություն Հայաստանում նոր պիտի գա նախադպրոցական հաստատություններում նախագծային կրթությունը նոր պիտի ներդրվի Եվ մեր նախագծերը դառնում են գրքեր, արդեն մենք մոտավորապես 6 գիրք ունենք հրատարակած, որոնք կարող են նաև այլ կենտրոնների համար լինել ուղեցույցներ, դրանք հենց մեր նախագծային աշխատանքներն են, որտեղ հստակ երևում է, որ երեխան ինքն է արել այդ աշխատանքը, որևէ մեկը նրա փոխարեն ոչ նկարում է, ոչ մտածում է, ոչ ստիպում է, առավել եւս արտահայտել ոչ իր կարծիքը Նաև այստեղ շատ կարևոր է թե ինչ հմտություններ են երեխաները ձեռք բերում, որովհետև ինչքան հասկացա, այստեղ իրենք նաև ինքնաճանաչման առաջին քայլերն են անում, որովհետև երբ երեխան ինքնուրույն ինչ-որ մի բան ստեղծում է, երբ երեխան փորձում է իր պատկերացումով օրինակ դիմակ նկարել, որը հետագայում ինչ-որ դերի համար է լինելու, նաև ինքը բացահայտում է ինքն իրեն։ Եվ ինչ հմտություններ են կարևոր նախադպրոցական տարիքի երեխայի համար, որոնք պետք է բացահայտվեն հենց կենտրոններում նախադպրոցական։ Առաջին հերթին ինքնասպասարկման հմտությունները եւ երեխան, ասեմ, կենտրոնում ինքը process-ից դուրս չէ, ինքը անմիջական մասնակիցն է այն ամենի, ինչ կատարվում է իր խմբի ներսում։ Ինքը կարող է լինել եւ ուղղորդողը, եւ ղեկավարողը, եւ գաղափար բերողը, եւ իրականացնողը, եւ զիտարկողը, եւ նկարողը, այսինքն դրա բաշխումը նախագծի շրջանակներում տեղի ունենում խմբի ներսում, փոքր խմբերի բաժանվելով յուրաքանչյուրը ինքն է ընտրում, որ դերն է ինքը ուզում այդ օրը վերցնել, եւ դրա համար այդ աշխատանքը ստացվում է ոչ թե պարտադրողական, այլ կամավոր ցանկացած պահի երեխան կարող է նախագծից դուրս գալ եւ վերադառնալ ցանկացած պահի, երբ ինքը ուզում է։ Այսինքն չպարտադրելը նաեւ
երեխայի մոտ ձևավորում է այդ սիրով մասնակցելու եւ հենց այդ կամավոր մասնակցությունը ամենակարևորն է մեր աշխատանքի մեջ, որ որևէ երեխայի որևէ բան չի պարտադրվում։ Եթե դուք նկատել եք, մենք այդ ավանդական հանդես կոչվածներն էլ մերժել ենք կենտրոնում, այն իմաստով, որ մեզ համար յուրաքանչյուր երեխա շատ կարևոր է եւ որևէ մեկին առանձնացնել, որևէ մեկին ավել դերակատարում տալ, որևէ մեկի հմտությունը ի ցույց դնել ստվերելով մյուսին, մենք չենք ուզում։ Մեր բոլոր միջոցառումները massայական են, որտեղ ներգրավված են եւ մասնակից են բոլորը հավասարաչափ։ Գոնե այստեղ երեխաները պիտի այդ տարբերությունը չզգան։ Դրա համար իրենք անում են հաճույքով եւ մեծագույն սիրով։ Ասեմ, որ կենտրոնի նախագծերում ակտիվորեն ներգրավված են նաև ծնողները, որոնք մասնակիցն են, աջակիցն են, երբեմն գաղափար բերողն են եւ դրա համար այդ հետադարձ կապը ծնողների հետ շատ կարեւոր է ու մենք իրենց ներկայությունը մեր աշխատանքի մեջ ասաման կարեւորում ենք։ Իսկ ինչպեսին պետք է լինի ծնողի ներգրավվածությունը եւ մի քանի որպես նաեւ ծնող մի քանի կետեր, որոնք ինձ դուր չեն գալիս հանրակրթության մեջ եւ հենց դրանցից մեկը նաեւ հանդեսներն են։ Ինքս չեմ հիշում, որ դպրոցում շատ մեծ հաճույքով եմ մասնակցել ինչ որ հանդեսների եւ այստեղ հիմնականում նկատել եմ, որ շատ ստրեսացին են լինում հանդեսի նախապատրաստական աշխատանքները, որովհետեւ ես նաեւ հասկանում եմ, որ ինքը հաշվետվություն է, այսպես ասած, դաստիարակի արած աշխատանքի, բայց երբեմն դա վերածվում է երեխային շատ խիստ պարտադրանքի, այ դու չես կարողանում սա արտասանել կամ այդ ծնողի վրա ինչ որ հսկա մաս թողնելը, որ թող տանը ինքը լավ արտասանի, հետևենք, որ պարը լինի եւ նաեւ շատ տարբեր ընտրություններ, ինչ որ առարկաների, շորերի բերում է նրան, որ ամբողջ process-ը կոնկրետ երեխայի երբեմն նաեւ ծնողի համար վերածվում է ստրեսացին ինչ-որ մի բանի ու երբևիցե ես չեմ ընկալել այդ միգուցե կոպիտ հնչի, բայց ինձ համար դա մի փոքր ավելի ցուցադրական պահ է գալիս, որովհետև իրականում երեխայի դաստիարակությունը եւ երեխայի լավագույն շահը գալիս է հենց այն կետից, երբ ինքը պարտադրված չի անել կամ սովորել ինչ-որ մի բան։ Եվ ինչքանով է ծնողը պետք է լինի ներգրավված եւ ինչքանով չպետք է լինի ներգրավված։ Առհասարակ մի քիչ բարդ է մեր հասարակությունում աշխատելը, որովհետև այդ սահմաններ կոչվածը լավ չեն պատկերացնում մարդիկ, քչերն են պատկերացնում, որտեղ է ավարտվում իրենց սահմանը, մինչև որտեղ կարելի է եւ որտեղից այն կողմ չի կարելի։ Մենք հենց դա էլ է հմտություն, որը ձևավորում ենք երեխաների մոտ, հստակ դնել իրենց սահմանները, թե ընկերների հետ հարաբերություններում, թե մանկավարժ սան հարաբերությունում, թե մանկավարժ ծնող սահմանը ճիշտ դնել։ Ծնողը չպիտի ժամը 7-ից հետո զանգահարի մանկավարժին եւ սկսի հարցադրումներ անել օրվա վերաբերյալ եւ կամ պահանջներ ներկայացնել։ Դա էլ է սահմանը չճանաչել։ Սահմանը չճանաչելը, երբ որ առանց զգուշացնելու կարող ես մեկ էլ տեսնել, որ ծնողը հայտնվել է խմբասենյակում կամ ծնողը երեխային չի բերում եւ այդ մասին այո տեղյակ չի պահում, վերջապես սա մասնավոր կառույց է եւ այդ մասնավոր կառույցում ամեն ինչ ձևավորվում է հենց այն վարձավճարների հիման վրա, որը կատարում է ծնողը եւ շատ դժվար է մեր մարզում, որովհետեւ եթե համեմատելու լինենք, հանրապետությունում գործող վարձավճարները եւ մեր մարզում գործող վարձավճարները, մենք կտեսնենք, որ պարզապես ուղղակի անհասկանալի է անկեղծորեն ինչպես ենք մենք գոյատևում։ Վերջերս միջազգային կոնֆերանս եղավ մասնավոր նախադպրոցական ընկերությունների ասոցիացիան ուսուցիչների ուսումնափորձարարական կենտրոնը եւ Աստր կենտրոնը արդեն երկրորդ տարին Գյումրիում կազմակերպում ենք կոնֆերանսի 3-րդ օրը, որի շրջանակներում միջազգային խոսնակներ են հրավիրվում եւ երբ այդ խոսնակներին մացան մեր վարձավճարները, նրանցից մեկը ինձ ասաց դե ֆոկուսնիկ, ինչպես ես անում այս վարձերով այս ծավալի եւ այս որակի աշխատանք,
Դե ես էլ բացատրում եմ, որ մեզ համար կարևոր առաքելությունն է, այսինքն կենտրոնը դիտարկել իբրև բիզնես, ուղղակի հնարավոր չէ, որովհետև ցանկացած մեկը կարող է հստակ պատկերացնել ինչպիսի ծախսեր են արվում, ինչպիսի որակ է ապահովում, ինչպիսի սննդամթերք է գնվում, այս ամենը շատ կարևոր է, ծնողը գիտենա։ Ես կողմեմ, որ յուրաքանչյուր մեկը, որը իր երեխային պիտի տան մասնավոր նախադպրոցական հաստատություն, այո, իմանա, ինչպես է իր երեխան սնվելու այդտեղ։ Տիկին Ետիկարյան, կուզեմ մի փոքր մեր թեման ավելի բացենք ծնողների, ծնողավարման թեմայի շուրջ, որովհետև երբեմն լինում է, որ ծնողներս անընդհատ մեզ այդ հարցը տալիս են, արդյոք ես լավ ծնող եմ, եւ տարբեր ժամանակահատվածներում միշտ փորձում ենք մտածել, կար արդյոք մի բան, որ չեմ արել իմ երեխայի համար կամ ինչ անեմ երեխայիս համար, եւ ոչ միշտ է դա մեզ մոտ ստացվում, օրինակ ճիշտ որոշումներ կայացնելը, կամ մեզ թվում է թե երեխայի լավագույն շահն է շատ ներգրավված լինել իրենց կյանքի մեջ, սկսած ամենափոքր տարրական հարցերից, որ առավոտյան ոնց արթնացնեմ մեղք է, կամ 7 տարեկան է, դե ինքը փոքր է, չեմ կարողանում, չի կարող մենակ կոշիկ փոխել եւ շատ այսպես կենցաղային մակարդակում նույնիսկ մենք երբեմն փորձում ենք երեխային իզոլացնել աշխարհից եւ ամեն ինչ անել իր փոխարեն։ Եվ այստեղ մի կարևոր կետ ինձ մշտապես հուզել է եւ երբևիցե ինձ դուր չի եկել, երբ ծնողները շատ նախադպրոցական հաստատություններում միանում են տեսախցիկներին եւ on-line ռեժիմով հետևում են իրենց երեխաների առօրյային։ Ես նույնպես ծնող եմ եւ երբևիցե օրինակ իմ մտքից չի անցել հետևել թե երեխան նախադպրոցական հաստատությունում իրեն ինչպես է պահում կամ ինքը կերավ, չկերավ, արթնացավ, դաստիարակը երբ իրեն մոտեցավ, կուզեմ խոսենք մի փոքր այս մասին։ Արդյոք ճիշտ է այս մոտեցումը, երբ ծնողը աշխատավայրում կամ թեկուզ տանը ինքը գիտի, որ ցանկացած րոպե կարող է իր հեռախոսով հետևել երեխային։ Ճիշտ է այս մոտեցումը թե ծնողի, թե երեխայի եւ նաեւ խմբում մյուս երեխաների, ծնողների ու երեխաների համար։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ այսօր շատ արդիական է, հատկապես երբ վերջին շրջանում խոսվեց այն մասին, որ պետական պարտեզներում նույնպես պետք է տեղադրվեն տեսախցիկներ, բայց երբ ես Իտալիայում հարց տվեցի արդյոք ձեր ծնողները ունեն իրավունք տանից հետևելու երեխաներին, իրենք ապշահարվեցին եւ ասացին, որ երկրում դա քրեորեն պատժելի արարք է։ Եվ մեկնաբանեցին ինչին ես լիարժեքորեն համաձայն եմ, ասացին չէ, որ դուք միայն ձեր երեխային չեք նայում, դուք նայում եք նաեւ մեկ ուրիշի երեխային, արդյոք դուք ստացել եք նրա ծնողից այդ թույլտվությունը իր երեխային հետևելու կամ արդյոք դուք ունեք այդ մանկավարժի թույլտվությունը իրեն ցանկացած դիրքում հետևելու։ Արդյոք դուք ունեք այն ներառականության խնդրով երեխայի ծնողի թույլտվությունը, որը գտնվում է խմբում, բայց որի ծնողը չի ուզում բարձրաձայնել այդ մասին եւ գուցե նրա վարքը տեսնելը ձեր կողմից իր ծնողին հաճելի չէ։ Իհարկե, այս ամենը հասկանալու համար պետք է ունենալ համապատասխան գիտակցական մակարդակ եւ պարապեն են մարդիկ, ովքեր կարծում են, որ պետք է տանից նստեն եւ հսկեն, մենք չենք տալիս այդ հնարավորությունը, մենք ունենք տեսախցիկներ ամենուրեք, բայց դրանք մեզ համար են, իմ աշխատանքը վերահսկելու համար է եւ Աստված մի արածը փոքրիկ դեպքեր տաննել են լինում, ցանկացած դեպքի պարագայում հանգիստ ծնող ունի դրա իրավունքը գա եւ տեսնի ինչպես է այդ դեպքը տեղի ունեցել, բայց որ ամենօրյա ռեժիմով տանից հետևի, աշխատավայրից հետևի եւ փորձի գտնել ինչ-որ բաներ, այդ պարագայում մենք ծնողներին ասում ենք գտեք ուրիշ կենտրոն, որովհետեւ մենք համաձայն չենք այդ մտքի հետ, չենք կիսում եւ կամ վստահում են, կամ չեն վստահում։ Վերջապես մենք աշխատում ենք փոխվստահության մթնոլորտում, Այ դրա համար եմ ասում, պետք է ճիշտ ընտրել ուր եք տանում եւ ինչպիսի մանկավարժներ են աշխատում եւ ընդհանրապես այդ մարդիկ ունեն արդյոք որակավորում երեխաների հետ աշխատելու եւ այդ որակավորումը որևէ կերպ զարգացնում են թե ոչ։
ինչը մեզ համար շատ կարևոր է եւ պարտադիր է անընդհատ ինքնակրթությամբ զբաղվելը, անընդհատ վերապատրաստումների մասնակցելը, անընդհատ նորությունների վրա մատը դրած պահելը, ժամանակի շնչով առաջ գնալը։ Եթե այդպես չլիներ, մենք նույնը կլինեինք, ինչ էինք, ասենք տարիներ առաջ, բայց չէ, մենք ամեն տարի առաջընթաց ենք գնահատում եւ դա տեսանելի է ոչ միայն Հայաստանում, դա տեսանելի է Հայաստանից դուրս, վկա են փորձագետների, մասնագետների կարծիքները, որոնք պարբերաբար լինում են աստեղում եւ իրենց գնահատականներն են տալիս, ինչը մեզ համար շատ կարեւոր եւ նաեւ ելի եմ ասում պարտավորեցնող է։ Մենք պարբերաբար նաև այդ վերապատրաստումները ինքներս ենք կազմակերպում, ես եմ կազմակերպում իմ թիմի համար, ես եմ հրավիրում մարդիկ, որպեսզի նրանք անընդհատ զարգանան, կրթվեն եւ ծանոթ լինեն, այո, այսօր այնքան շատ են ներառականության խնդրով բալիկները, որ նրանց հետ աշխատելու ամեն օր, 7-8 ժամ աշխատելու հմտություն պետք է ունենալ, գիտելիք պետք է ունենալ, մոտեցում պետք է ունենալ, իսկ ցանկացած մեկին բերել եւ կարգել մանկավարժ մենք պարզապես չենք կարող։ Մեզ մոտ աշխատող մանկավարժները անընդհատ այդ ճանապարհին են, ինքնակրթության, եթե ոչ, ուրեմն նրանք կեսից պիտի գնան։ Եթե պատրաստ չեն, ուրեմն կեսից պիտի լքեն, որովհետև սա անվերջ զարգանալու հարթակ է։ Տիկին Ետիկարյան, դուք ունեք բավականաչափ մեծ, այսպես ասած, փորձ, աշխատանքային փորձ երեխաների հետ, նաև ծնողների հետ, եւ այս տարիների ընթացքում հիմնականում ինչն եք նկատել ծնողների մեջ, ինչ վախեր ունեն ծնողները, որոնք դժվար են հաղթահարվում, եւ 1-2 խորհուրդ, ինչ խորհուրդ կտայիք մեր ծնողներին, որպեսզի կարողանան ներքին վախերը հաղթահարել եւ վերջապես թողնել երեխային մի փոքր ավելի ազատ նաև ինքնասպասարկման համար, ազատ նաև իրենց մտքերը արտահայտելու համար։ Տեսեք, տարին տարվա վրա կա այդ տարբերությունը։ Կա տարբերություն, չեմ կարող իսկապես չնկատել, բայց միևնույն է մարդիկ տարբեր են։ Մենք ադապտացիան, երբ բալիկին բերում են պարտեզ, ադապտացիան փափուկ ենք անցնում, այսինքն մեզ մոտ ծնողը մշտապես այդ process-ի մեջ կա, առաջին 1 շաբաթը, որ հաստատ ինքը մասնակցում է ադապտացիային, փափուկ ադապտացիային, որը արվում է ինչպես բալիկը նախ պիտի սովորի որևէ մանկավարժի վրա, տարածքում պիտի ունենա վստահելի մարդ, հետո նոր պիտի անցնի խմբին, այսինքն մի անգամից երեխային տանել մտցնել խումբ, այդ ճիշտ չէ, այսինքն ինքը ինչ որ մեկին պիտի ունենա, որին տեսնի այդ կենտրոնում, վստահի, խաղա, սիրի, նոր հետո փորձենք ինտեգրել խմբին, իհարկե լինում են բալիկներ, որոնք ինքնակամ միանգամից արագ ինտեգրվում են եւ բացարձակ խնդիր չի առաջանում եւ լինում են դեպքեր, երբ երեխան 2-3 օր հանգիստ գալուց հետո կարող է սկսել լաց լինել, դա նորմալ process է, ադապտացիան կարող է տևել 5-ից 20 օր, ծնողը պիտի դրան պատրաստ լինի եւ 3-րդ օր չասի վայ երեխաս լաց եղավ, չեմ տանում, մենք բոլորս շատ լավ գիտենք երեխաները մեծ մանիպուլյատորներ են եւ սովոր են այնպես անել, որ աշխարհը պտտվի իրենց շուրջ, բայց նաեւ իրենք հրաշալի կարող են ցույց տալ այն ճանապարհները, որով պետք է մենք գնանք, որպեսզի լավ լինի թե իրենց համար, թե մեզ համար։ Եվ շատ հաճախ շատ խնդիրներ առաջացնում են հենց ծնողները։ Այսինքն, եթե մենք որոշել ենք երեխային տանել նախադպրոցական հաստատություն, ուրեմն տանը պետք է խոսել միայն դրականը այդ process-ի մասին։ Չպետք է այդ վախերը բարձրաձայնվեն երեխայի ներկայությամբ։ Որպես զսպողակ երեխային նախադպրոցական հաստատությունը վախեցնել։ Առավել եւս սեփական վախերը բարձրաձայնել, թե տեսնես այսպես արեցին, թե կարող են նեղեցրել էին, լաց եղավ գիշերը, այսպես քննարկել երեխային ներկայությամբ նման հարցեր չի կարելի։ Երեխայի հետ ծնողը պիտի ունենա ժամանակ անցկացնելու, ինքը պետք է խաղա շատ։ Ամենօրյա ռեժիմով ընտանիքում յուրաքանչյուրը մայրիկ, հայրիկ պիտի որոշակի ժամանակ հատկացնի երեխային, ինքը օրվա կտրվածքով պիտի ունենա այդ 15 կամ 20 րոպեն, երբ
հենց ինքը պիտի լինի երեխայի հետ մենակ, առանց երկրորդ ծնողի այդ ժամանակը անցկացնելու։ Շատ դեպքերում երեխաները չեն գալիս կամ տեսեք գալիս են լացով եւ ծնողը ասում է այսօր չէր ուզում գար կամ այսօր լացով եկանք, վերջերս չի ուզում գալ։ Եկեք հարց տանք մեզ, իսկ ինչու։ Գուցե խնդիրը հենց տանն է, գուցե մայրիկը անդրամադիր է, գուցե հայրիկն ու մայրիկը անհաշտ են, գուցե ընտանիքում ինչ որ խնդիրներ կան եւ երեխան իբրև պաշտպան ուզում է մնալ տանը եւ չլքել մայրիկին եւ չի ուզում տանից դուրս գալ հենց այդ պատճառներով։ Մենք այս հարցերը ինքներս մեզ պետք է տանք եւ ամեն խնդիր չէ որ պետք է կապել հաստատության հետ, որովհետեւ հիմնականում բոլոր խնդիրները տանից են, ծնողի հետ կապից են, իսկ միջավայրում ինքը պարզապես չնայած կարող են խոսել էլ, ասեմ, երբ խոսում են երեխաները եւ այդ վախերը, իրենց վախերը արտահայտում են, իրենց մտքերը արտահայտում են, մտածումները արտահայտում են, մենք էլ որոշակիորեն փորձում ենք համակարգել, այս ամեն ինչը, կենտրոնը նաեւ հոգեբան ունի, որը աշխատում է, եթե կան նման վախեր, բայց հիմնականում ամեն ինչ ծնողից է գալիս։ Տեսեք, ծնողը պիտի գիտակցի, որ միջավայրը որտեղ բերել է եւ որին վստահել է, կարող է չլինել այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում։ Տեսեք, երբեմն նաեւ ծնողները փորձում են միջամտել ներքին կանոնակարգին։ Օրինակ, ուզում ես փոխել մանկավարժին։ Վայ, դա կարող է դառնալ սկանդալ։ Երեխայիս կհանեմ, եթե ընկերես ինչը չմնաց։ Բայց ծնողը չի հարցնում, գուցե որպես մանկավարժ այդ մարդը այդ տարիքային խմբում իրեն սպառել է եւ պետք է նոր շունչ, պետք է նոր որակ բերել, որպեսզի դուք տեսնեք ավելի լավ, այսինքն իր կոմֆորտ զոնայից չի ուզում դուրս գալ եւ պատկերացնել, որ կարող է հետոն ավելի մեծ կոմֆորտի բերի, հա, այսպիսի խնդիրներ լինում են իհարկե, բայց ել եմ ասում, մենք փորձում ենք գոհացնել, բայց ոչ սեփական սկզբունքների հաշվին։ Միանշանակ։ Ցավոք մեր ժամանակը սահմանափակ է եւ Տիկին Ետիկարյան, ուզում եմ տալ իմ վերջին հարցը այս թողարկման, ինչու ընտրել Աստերը։ Նախ Աստերը կրթության նախարարության կողմից լիցենզավորված կենտրոն է, հետեւաբար համապատասխանում է բոլոր այն պայմաններին, որը առաջադրվել է պետության կողմից։ Երկրորդը ունենք արհեստավարժ թիմ, ունենք գերհագեցած նյութատեխնիկական բազա, ուսումնաօժանդակ նյութեր, ունենք մշտապես վերապատրաստվող թիմ, ունենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող են ձեր երեխային դարձնել ստեղծարար եւ մտածող։ Ու ուզում եմ հիշել տարիներ առաջ Ավստրիայում վերապատրաստում էինք անցնում եւ մի փոքր քաղաք կա Պերգ անունով, Պերգի քաղաքապետը ասաց մենք չենք հզորացնում մեր տնտեսությունը, մենք հզորացնում ենք մեր երիտասարդների միտքը եւ այդ միտքը ինձ տարավ, այո, պետք է հզորացնել երեխաների միտքը, եթե ուզում ենք ունենալ ուժեղ եւ կայուն, հարուստ պետություն։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Ետիկարյան, շատ բովանդակալից ու գեղեցիկ զրույց ստացվեց, իսկ ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ կրթությունն այսօրի տաղավարում Աստղիկ Ետիկարյանն էր, Աստեր մանկան կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Կհանդիպենք։ Շնորհակալություն։